1962 թվականին իմ ամուսնուն Ալեքսանդրին դատապարտեցին։ Երբ դատաքննությունն ավարտվեց, կարդացին դատավճիռը, ես այն չհասկացա, քանի որ ուկրաիներեն էր։ Որոշեցի գնալ դատավորի մոտ և նրանից հստակ իմանալ, թե ինչ պատիժ են սահմանել ամուսնուս համար։ Գնացի նրա մոտ և հարցրեցի. ընկեր դատավոր, ասացեք խնդրում եմ, ինչքան եք տվել իմ ամուսնուն։ Նա ասաց 5 տարի ազատազրկում, 5 տարի աքսոր և գույքի բռնագրավում։ Շնորհակալություն հայտնեցի և շրջվեցի, որ դուրս գամ։ Դատավորն ասաց. կին, սպասեք մեկ րոպե։ Ես շրջվեցի, իսկ նա ասաց. դուք ցանկանում եք, որ ձեր ամուսինը ձեզ հետ տուն գա։ Ես ասացի. իհարկե ցանկանում եմ, չէ՞ որ մենք երեխաներ ունենք։ Նա ասաց. մենք հիմա նրան կբերենք, նա կստորագրի մի փաստաթուղթ, որ Աստված չկա, և որ այլևս չի քարոզելու, և դուք միասին տուն կգնաք։ Ասացի. ոչ, ընկեր դատավոր, նա չի անի այդ բանը, և ես էլ դա չեմ ցանկանում։ Ինչպես որ իմ ամուսինը տնից դուրս եկավ որպես քրիստոնյա, ես ցանկանում եմ, որ նա կրկին վերադառնա ինձ և երեխաներիս մոտ որպես քրիստոնյա։ Դատավորն ասաց. անմիտ կին եք դուք։ Եկա տուն, օրերն անցնում էին, ես 4 երեխա ունեմ, և եկավ այնպիսի ժամանակ, որ նորից փորձություններ հանդիպեցին։ Տանը ոչ մի փշուր հաց չկար, ոչ մի կերակուր, բացարձակապես ոչինչ ջրից բացի։ Երեխաներս ասում էին. մայրիկ, մենք ուտել ենք ցանկանում։ Ես ասում էի. սիրելի երեխաներ, ես ոչինչ չունեմ ձեզ համար, եկեք աղոթենք ու պառկենք քնելու։ Աղոթեցինք, ես նրանց պառկացրեցի քնելու, իսկ ինքս ասում եմ. Տեր, դու տեսնում ես իմ և երեխաներիս կարիքը, արի ինձ ընդառաջ և տուր այն, ինչն անհրաժեշտ է իմ ընտանիքի համար, ու այդպես քնեցի։ Առավոտյան ժամը 6-ին մտածում էի, որ աշխատանքի չեմ գնալու, կիրակի է, հանգստյան օր, և հանկարծ ինչ-որ մեկը դուռը թակեց։ Բացեցի և տեսա, որ մի ծեր մարդ է կանգնած, միջահասակ, և հարցրեց. Ալեքսանդրի ընտանիքն էստե՞ղ է ապրում։ Ասացի. այո։ Նա ոչինչ չասաց և միանգամից գնաց խոհանոց, սեղանին դրեց 5 կիլոգրամ ալյուր և 3 կիլոգրամ սալ։ Ես միայն բացեցի բերանս, որ հարցնեմ. եղբայր, որտեղից եք դուք։ Ու նա անհետացավ։ Ես վերադարձա սենյակ, որտեղ երեխաներն էին քնած, ասացի. վեր կացեք երեխաներ, մենք արդեն կերակուր ունենք, Աստված է ուղարկել։ Ալյուրը, ջուրը խառնեցի, մեծահասակները կիմանան դա, պատրաստեցի կերակուր, որը կուլեշ էր կոչվում։ Երեխաներս կերան, ես ասացի, որ պետք է աղոթենք։ Աղոթեցինք, ես երկար ժամանակ ապրեցի այդ ալյուրով, որը ինձ բերել էր չիմացա թե ով, բայց չէ որ փաստ էր, որ այդ ալյուրը մեր տանն էր և սալը նույնպես։ Հեշտ է ծառայել Տիրոջը, երբ ապրում ես առատության մեջ։ Եվ ահա ամբողջ 1 տարի հավատացյալներից որևէ մեկն իմ բնակարանի դուռը չբացեց, մեզ չայցելեց։ Ես ասացի. շնորհակալություն քեզ, Տեր, որ ես գիտեմ, թե ինչ է նշանակում ապրել ցավի, կարիքի, սովի և ցրտի մեջ։ Եվ այդպես անցավ ժամանակ, ամուսինս նստեց 5 տարի, և նրան արդեն պետք է տանեին աքսորավայր, բայց թույլտվությունը Մոսկվայից չեկավ։ Ես գնացի նրա մոտ բանտ, սպասեցի վաղ առավոտից մինչև ուշ գիշեր, հարցնում եմ ղեկավարությանը. նրան ազատ եք արձակելու, թե ոչ։ Մեկն ասում է, որ նրան տանելու են Սիբիր, մյուսն ասում է չգիտեմ։ Ես ասացի չեմ գնա այստեղից, մինչև իմ աչքով չտեսնեմ, թե ուր եք տանելու նրան։ Եվ հանկարծ տեսա, որ դարպասները բացվեցին, ամուսինս դուրս եկավ, նրան թույլատրել էին պատիժը կրել իր բնակության վայրում և արգելել էին բացակայել այն քաղաքից, որտեղ ապրում էինք։ Վերադառնալով տուն, երբ մոտենում էին կիրակի օրերը, նա պատրաստվում էր գնալ տարբեր վայրեր քարոզելու։ Ես ասում էի. Տեր Աստված,
Նա գնում էր, իսկ ես ծնկների վրա, Տեր Աստված, պահիր նրան, դիր քո խոսքերը նրա շուրթերին, որ նա կարողանա համարձակությամբ խոսել քո խոսքը, թող ամեն բան լինի քո կամքով։ Այդ աքսորի 5 տարիները, որ նա կրեց բնակության վայրում, ինձ համար ավելի դժվար էին, քան որ նա բանտում էր գտնվում։ Երեխաները մեծացան, նա տեղավորվեց աշխատանքի, աշխատում էինք, և արդեն 11 տարի էր, ինչ նա գնում էր գործուղումների, իսկ ես մնում էի տանը։ Եվ ահա մի օր մեր տուն եկան միլիցիայի աշխատակիցները։ 10 հոգի եկան իմ բնակարան, ցույց տվեցին փաստաթղթեր և ասացին, որ քանի որ քո երեխաները թեև դպրոց են գնում, բայց չեն դառնում ոչ հոկտեմբերիկ, ոչ պիոներ, ոչ կոմսոմոլ, ուստի մենք քեզ զրկում ենք ծնողական իրավունքից։ Դուք գիտեք, թե ինչ է մայրական սիրտը։ Ես աղոթում էի, Տեր, ինձ ուժ տուր, ինձ իմաստություն տուր։ Ես մենակ եմ, իսկ նրանք 10 հոգի, որպեսզի ես կարողանամ այնպես խոսել, որ ամեն բան քո կամքով լինի։ Ասացի լավ, բայց մտքում աղոթում եմ, նրանք կանգնած սպասում են։ Երեխաներս, երբ տեսան, որ միլիցիան է եկել, շտապ մտան ուրիշ սենյակ և գիտեին, թե ինչ պետք է անել։ Նրանք ծնկի իջան, ես էլ նրանց հետ։ Դե վերջ, կարող եք հրաժեշտ տալ ձեր երեխաներին, մենք վերցնում ենք նրանց։ Ասացի լավ, տարեք նրանց։ Էլ ստիպված չեմ լինի նրանց կերակրել, հագցնել, վաղ առավոտյան աշխատանքի գնալ, կսկսեմ ապրել այնպես, ինչպես ձեր կանայք են ապրում։ Նրանք նայեցին ինձ ու ասացին, այդ ինչ եք ձեր մասին մտածում։ Ասացի ոչ մի բան, չափահաս դառնալուց հետո, 18 տարեկանից հետո, նրանք բոլորը ինձ մոտ են վերադառնալու, քանի որ դաստիարակված են քրիստոնեական հոգով և հավատում են, որ Աստված նրանց ինձ է վերադարձնելու։ Նրանք սկսեցին իրար մեջ խոսել և ասացին. մենք պատկերացնում էինք, որ դուք կսկսեք բղավել, ձեր մազերը պոկել, իսկ դուք այսպես սառնասրտորեն եք պատասխանում։ Իսկ ես ասում էի, Տեր, այդ դու ինձ տվեցիր այսպիսի բառեր նրանց ասելու։ Նրանք ասացին, ոչ, մենք չենք տանի ձեր երեխաներին։ Նայեցին, թե ինչպես եմ ապրում, տանը կարգուկանոն տիրում է, թե ոչ։ Դպրոցից վերցրեցին բնութագրեր, ամեն բան կարգին էր։ Դա ևս մի փորձություն էր, որով Աստված թույլ տվեց անցնել։ Անցել է ժամանակ, երեխաներս բոլորն ինձ հետ են, ծառայում են Աստծուն։ Ես շնորհակալ եմ Աստծուն, որ նա ինձ ուժ է տվել։ Չմտածեք, բարեկամներ, որ ինչ-որ բան ինքս եմ արել, ոչ, եթե Աստված չլիներ, նրա ողորմությունը, նրա սերը չլիներ, ասում եմ, Տեր, ինչ կլիներ ինձ և երեխաներիս հետ։ Եվ այսօր նրանք բոլորն ինձ հետ են։ Ես շնորհակալ եմ Աստծուն ամեն բանի համար, ինչ որ թույլ է տվել իմ կյանքում, և ցանկանում եմ, որ մինչև կյանքիս վերջ, մինչև վերջին ուժերս, մինչև իմ վերջին շունչն Աստված ինձ առաջնորդի և հասցնի այն խոստումին, որ պատրաստել է ինձ համար։ Թող Աստված բոլորիդ օրհնի և բոլորով միմյանց հանդիպենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի մոտ։